Ասիգա եւ երկոցի մեր 5-րդ սերդոությունն է։ Առաջին կրկոն մեջ տեսանք, որ թագավորը իր ներքին սենյակները դարավ Սիրուհին, իսկ երկրորդ կրկոն մեջ գտեսնենք, որ զայն խնչուկի կամ քինիի դունը գտանի։ Առաջին տեսակցությունը թաստիարակչական բնույթ ուներ։ Այդ տեսակցության ընթացքին թագավորը, այսինքն Հիսուս, գակմը հայտնություններով Սիրուհիին, այսինքն հավատացյալին, գակմը էական ճշմարտություններ սորվեցուց։ Բայց այս անգամ զինք ուրախացնելու իր ներկայությամբ զինք հրճվեցնելու համար էր, որ քինիի դունը գտաներ։ Զուտ սիրո հաղորդակցությունն էր։ Այդ հաղորդակցության մեջ Սիրուհին ուրախություն այնպեսի համեմատություն ստացավ, որ բրան մարելիք վիճակ եկավ ու աղագելով ըսավ զիս զորացեք բացնզի ես սիրով գնվաղիմ։ Բարականեր գլան, երբ հավատացյալներ չեն գրնար բարնագել Սուրբ Օգոյն այցելությունները և գստեբին աղաչել, որ անոնք թատրին։ Նշանավոր ավետարանի Չարլզ Ֆինի իր գենսակության մեջ գպատմե, թե ինչպես իրավաշխարութենեն քիչ ետք, այնպեսի այցելություն ունեցավ, որ ստիպեցավ աղաղել ուսել դեր, թատրեցուր այս վիճակը չեմ գրնար թիմանալ անոր։ Երբ հոգևոր կյանքի մեջ աճեցավ, այդ փորձառության ակնարկելով գսեբետ չէր այդպես ասեի, այլ պետք էր ասեի դեր անոթս ընդլայնե, որ գարենա այդ ցելությունը բարունագել։ Սիրուհին այդ հասը սորվելու պետք ուներ։ Երկրային անոթը պատրաստված չէ դերոջ այդ ցելությունը ու անոր փառքը բարունագելու։ Այդ տեսակ ջիշումի մտակ չիրեր գրնան դերի դալ ու ենթական գրնամարիլ։ Այդպես եղավ Սիրուհին բարակային։ Լսած, դեսած, սկացած բաները այնպես զորավոր եկան, որ անոնց աստեցեն դակ խերջ աղջիկը քիչ մնաց վիդի մարեր։ Սիրականը դեսավ իր այդ վիճակը և օգնության ասավ։ Գգարտանք, անոր ցախ ցերկը իմ գլխուս դագե ու աչ ցերկը զիս կրգե 6-րդ համար։ Յանքի բոլոր դակնավարից բահերուն, երբ մեր դիրոջ վստահինք, մենք ալ Սիրուհին պես վիդի դեսնենք, որ անոր ցախ ցերկը մեր գլխուն դագն է ու աչ ցերկով մեզ կկրգե։ Երուսաղեմի աղջիկներու պատվեր կա, որ Սիրուհին չվերցնեն ու չարտնցնեն, մինչև որ ինք իր հոժար գամքով ելլե։ Երուսաղեմի աղջիկները, որոնք մարմնավոր հավատացյալներ են, հագամետ են այս տեսակ փորձառություններու մեջ են անցնողները քննադատելու և տեսակ քաղաքներ հայտնելու։ Ոչ միայն անաբաշխարներ, այլ նաև շատ հավատացյալ են ըսողներ կհավատան, թե հոգևորության քիչը լավ է, իսկ շատը ցավ է։ Ուրիշներու հոգևոր գործերուն խառնվողներուն Դեր Հիսուս գսե զանոնք հանգիստ ձգեցեք, որովհետև ձեր միջամտությունը օգտակար պիտի չլա, ընդհակառակը գրնա ըլլալ, որ սխալ խոսքովը զանոնք խրճեցնեք։ Այդ զյամներ և եղնիկներ շատ ըսկայուն և երջոք կենդաններ են և շատ թյուրավ գրնան խրճիլ ու փախչիլ, ասոնցմով գերտմցնե Երուսաղեմի աղջիկները։ Հիմա անցնենք երկրորդ գլխուն 8-րդ համարին։ Այս նոր հատվածին մեջ 8-15 Քարնան հաջելի շրջանը գտրվի մեր առջև։ Ինչպես որ ծմերը մահվան, Կարուննալ հարության խորհրդանշան է։ Հոս սիրականը իր սիրուհին հարության և կյանքի նորոգության մեջ քալելու գտրավիր է։ Իմ սիրականիս ցայնն է, անիգա լերներու վրայեն ցատկելով ու կլուրներուն վրայեն ցատկերդելով գուկա։ Իմ սիրականս այդ ձյամի կամ եղնիկի ցակի գնմանի։ Ահա հիմա մեր բադին ետևը գայներ է, բադոհաններեն գնայի, վանտագներեն գերևնա, 8 և 9 համարները գարտացի։ Սիրականին ցայնը զինք գխանթավար է, սիրտը արագ փափախելու գսկսի,
Այդ կզարմանանք, երբ քիչ հետո կտեսնենք, որ սիրականին հրավերը կմերժեր։ Քրիստոսի ներկայություն եւ ընկերակցությունը կփնտրե, որովհետեւ ասոնք իրեն ուրախություն կպատճառեն, բայց հոժար չէ բոլորովին անոր հպատակելու։ 9-րդ համարի նշանակությունը քիչ մանորոշ է, բայց մեկնաբաններ այնպես կխորհին, որ սիրականին այդ ձյամի նման ծվիլը 22-րդ Սաղմոսին վերնակրին գագնարգե այելետ շահարի վրա, գամ արավոտյան եղնիգի համացայն։ Ինչպես որ արավոտը նոր օրվամը սկզբնավորությունն է, այնպես ալ Տեր Հիսուսի հարությունը նոր կյանքիմը սկզբնավորությունն է։ Հոս սիրականը իր սիրուհին նոր կյանքի ու նոր շրջանի մը կհրավիրե։ Հավատացյալին հոգևոր կյանքի մեջ աջիլը, զորանալը ու բդղափեր ըլլալը հարության կյանքով միայն կարելի կլա։ 8-րդ համարին մեջ հիշված արագ շարժումները հարության կյանքին թարմությունը եւ մղիչ ուժը գծուցնեն։ Հարության կյանքին մեջ երդասարտություն կա, գորով կա, երանտ կա, զորություն կա։ Մերելներեն հարություն առնելով Տեր Հիսուս այս բոլորը վրան հակավ եւ հոս գհրավիրե հավատացյալը, որ իրեն հետ բաժնեկցի հարության օրհնությունները։ Լերներուն ու փլուրներուն վրայեն ծաղկելով գուկա։ Աստծո խոսքին մեջ լերներ, արգելքներու եւ խոչընդոտներու գագնարգե։ Բայց հոս կտեսնենք, որ ասոնք արգելք չեն սիրականին։ Պիտի հիշեք, որ իր հարութենեն ետքը աշակերտները սենյակի մեջ հավաքված էին եւ հրյաներեն վախնան համար թրները գղված էին եւ Հիսուս եկավ մեջերնին գայնեցավ խաղաղություն ցեզի ըսավ հաստ բադեր գղված թրներ արգելք չեղան իրեն երբ մերելներեն հարություն գսենք քերպնական բացարիք զորություն կհասկանանք Աշխարհի վրա մահ եւ քերեզման աննվաճելի թշնամիներ էին։ Քրիստոսի հարությունը ասոնց վրա գադարյալ հաղթություն դարավ։ Ուրեմն Քրիստոսի առջև որևէ ուժ չգրնարգենալ։ Քրիստոսի հարությունը նոր շրջանը բացավ աշխարհի պատմության մեջ։ Այդ իրականության լույսին տակ Սուրբ Հոգին գուզե հասկացնել հավատացյալներուն, որ հոգևոր կյանքին մեջ հաղթությունը հարության միջոցով կարելի կլա, իսկ հարությունն ալ խաչելությունով կարելի կլա։ Նախ մա ետքը հարություն։ Ահա մեր բադին ետևը գայները 9-րդ համար։ Հագարականոր, որ սիրականը եւ սիրուհին շատ մտերիմ հարաբերության մեջ էին, ասորեն մեկտեղ հոս կտեսնենք, որ երկուքին միջև դագավին բադմը գա, սիրուհին բադին ներսի գոմն է, սիրականը բադին թուրսի գոմը, ասիկա դխուր երեմույթ մն է, մանավանդ, որ սիրուհին այս բադը մեր բադը գոչե, փոխանակ իմ բադս գոչելու։ Այս բադին ետին սիրուհին գանգալեր մնայուն թարցնել սիրականին հետ իր հաղորդակցությունը։ Մարդոցմեն ու աշխարհեն զատված իր միակ փապակներ վայելել սիրականին ներկայությունը, ըմփոշխնել անոր սերը ու քինովնալ այդ սիրով, բայց մինչև երբ։ Այն հավատացյալները, որ Սուրբ Հոգին այցելության կհանդիպին, Քրիստոսի հետ անուշ հաղորդակցության համը կճաշակեն, գուզեն, որ այդ փորձառությունը մնայուն դառնա, չեն ուզեր ներքնասենյակեն դուրս գալ, ասիկա անձնասիրությունը։ Աստված մեզ գործն է, որպեսզի մեր ստացած օրհնությունները մեր շուրջիներուն հետ բաժնեկցենք։ Ջիկնավորները լավ մարդիկ էին, Քրիստոսի հանդիպել են զայն ճանչնալեն ու անոր քաղցրությունը ճաշակելեն հետո, չուզեցին, որ իրենց եւ Քրիստոսի միջև որևէ բան գնա։ Ուստի ընտանիք եւ աշխարհ ցկեցին, լեր անդար անաբադ քաշվեցան եւ առանց նուտյան մեջ գիշեր ծորեկ աղոտքով ու խորհրդածությամբ անցուցին։ Եթե այս բանը որոշ ժամանակի համար եղած զրլարը սելիք չունեինք, բայց երբ ամբողջ կյանք այդ ցևով գանցնի, ասիկա Աստծո ընդունելի չէ։ Եթե ամեն հավատացյալ ջկնավոր դառնա, ով պիտի բգայե անավաշխարներուն։
Երբ մեր դերը ըսավ թուք եք աշխարհի լույսը, նաև անմիջապես վերջը ըսավ ու ջրակը կրվանի դագ չեն տներ։ Լույսին բարդականությունը իր շուրջը լուսավորել է, բախված լույսը իր նպատակին չի ծառայեր։ Նույնպես ալ հավատացյալը, որ շարունակ Հիսուսը վայելելու, շարունակ առնելու մասին գխորի առանց խորհելու ուրիշներուն դալու մասին Աստծո կողմ ընդունելի չէ։ Դժբախտաբար եղած են բարականեր, երբ հավատացյալներ նույն հոգի են մղյալ անդեսած են իրենց դնային և նյութական բարդականությունները և օրեր ամբողջ իրենց ներքնասենյակներուն փանդարգյալը դարձած են։ Առանց նանալու այդ շրջանին դեպողությունը Սուրբ Հոգին պետք է որոշե և ոչ թե ենթակային զգացումները։ Եթե մենք մեր զգացումները հաջեցնելու աշխատենք, մեր զգացումները սխալ վիճակներու կգրնան մեզ առաջնորդել։ Հոգևոր աշակերտության պայմանը ամեն բան ցկել ու Հիսուսի ետևեն երթալ գենթացրել։ Երբ Հիսուս իր առաջին աշակերտները կանչեց, գարտանք, որ անոնք ալ շուտ ուրգանները թողեցին ու անոր ետևեն կացին։ Լևի Մաքս ընդունելու դեղը նստեր էր, Հիսուս զինք տեսավ ու սավ ետևես եղուր, անավ թողուց ամենը և ելավ քնած անոր ետևեն։ Այնադեն Հիսուս իր աշակերտներուն ասավ, եթե մեկը իմ ետևես կալ գուզե, թող իր անձը ուրանա և խաչը վերցնե ու իմ ետևես կա։ Իսկական աշակերտությունը կպահանջե, որ աշխարհեն ու անոր ժամանակավոր հաճույքներեն հրաժարենք։ Մեր դերը շատ հստակ գրավ, որ երկու դիրոջ ծառայել անկարելի էր։ Շատ հավատացյալներ կաշխատին երկու աշխարհներն ալ շահիլ ու վայելել, ասիկա կարելի կլա միայն հոգևորը զոհելով։ Ասիկա կարելի կլա միայն Քրիստոսի պատգանողը սատանային տալով ու մարմնին ցանկությունները կոհացնելով։ Քրիստոս հավատացյալին ողորմություն չուզեր, այլ իրավունք կպահանջե։ Քանի որ ինքնին ամբողջությամբ հավատացյալին ճամփոն զոհեց, գագնգալ է, որ հավատացյալն ալ փոխադարձե այդ սերը։ Մատթեոս ավետարանի 10-րդ գլխուն 37-րդ համարին մեջ այսպես կգարտանք. «Ան որ հայրը կամ մայրը ինձ մե ավելի գսիրե, ինձի արժանի չէ, և ան որ դղան կամ աղջիկը ինձ մե ավելի գսիրե, ինձի արժանի չէ»։ Գադարյալ նվիրման մեջ Պողոս առաքյալ օրինակ է մեզի բարանող հավատացյալներուս։ Փիլիպպեցիս 3:7-8-ի մեջ այսպես կգարտանք. «Բայց ինչ որ ինձի շահեր զանիգա Քրիստոսի համար վնաս սեբեցի, և իրա բոլոր բաներն ալ վնաս կսեբեմ, իմ դերոջս Քրիստոս Հիսուսի կերազանց գիտության համար, որուն համար ամեն բանեն զրկվեցա, և ալդեղություն կսեբեմ, որբեսի Քրիստոսը շահիմ»։ Հոգևոր կյանքը միայն հաղորդակցություն չէ, սենյակին մեջ փակվել և Սուրբ Գիրք սերդել չէ, աղոթ կնել չէ, ասոնց առընթեր շուրջներուն ծառայել է, չար ոգիներուն թեմ պատերազմել է, կյանքի փորձություններուն գուրծ բարձել է։ Երբ Սողոմացին գիտագից է, որ իր սիրականին միջև բադմը գա, գիտագից ըլլալիք հաջորդ բաննալ, այդ բադին իր գողմե հյուսված ըլլալն է։ Քրիստոս երբեք բադեր չհյուսեր, ընդհակառակը բադեր կկագե։ Եփեսացիս 2:14-ի մեջ գսե, մեջտեղի բաժանող բադը իր մարմինովը կագեց։ Երբ տաճարին վարակույրը բادرվեցավ, Հիսուս էր որ զայն բادرեց, որբեսի զաստված մարդոցմեն բաժնող բադը կագվի։ Նույն կերպով կկագե մեկ հավատացյալը մյուս հավատացյալեն բաժնող բադը, մեկ եկեղեցին մյուս եկեղեցին բաժնող բադը։ Քրիստոս բաժանող չէ, Քրիստոս միացնող է։ Երբեմն ալ հավատացյալներ իրենց մեղքերով բադեր կհյուսեն իրենց և Աստծո միջև։ Եսայա 59-րդ գլխուն 2-րդ համարի մեջ այսպես գսե. «Ձեր ու ձեր Աստծուն մեջտեղ բաժանում ցկողը, ձեր անօրենությունները եղան, և ձեր մեղքերը անոր երեսը ձեզ մե ծածկեցին, որ չլսեր»։ Իմ սիրականս պատասխան տալով ինձ ասավ. «Ելիրով սիրուհիս եկուր, ելիր, փանդետ դուրս ելիր, որովհետև ծմերը անցավ,
անցրևները վերջացան, ամեն գոմ ձայգներ գփուրեն, թուզերը հասունցան, որդերը ձագեցան, ու մեր երկրին վրա դադրագին ցայնը գլսվի, ելիր, եկգուր, հոգևոր նոր փորձառության հրավեր է այս, կյանքի նորոգության մեջ քալելու հրավերը, նոր շրջան սկսելու հրավեր, սիրուհին պետք է գիտնա, որ իր շարժումները սիրականին գոմե պիտի որոշվին, պետք է սորվի անոր ցայնին հնազանդիլ, անոր հետևիլը, պետք է հրաժարի իր նախասիրություններեն, իրեն հաճելի թվող բաներեն, պետք է սիրականին իմաստության վստահի, պետք է անոր սիրույն վստահի, եթե գսե ելիր եկուր, պետք է ելլե ու երթա, Հիսուսը սիրել մեկ բան է, Հիսուսի հնազանդիլ ուրիշ բան է, դեր մգուկա, երբ սերը հնազանդությունով գպաստվի միայն։ Այս աղջիկը ուրիշ ճշմարտությունն սորվելու պետք ուներ, այնպես կխորեր, որ Քրիստոսի ներկայությունը 4 բادرու մեջ միայն կարելի գլար, անոր համար է, որ չուզեր դուրս ելնել եւ կսպասե, որ Քրիստոս ինքն ներս գա, չէր գիտեր, որ Քրիստոսի ներկայությունը, Քրիստոսի ընկերակցությունը 4 բادرեն դուրս ալգրնար կարելի լալ, չէր գիտեր, որ Քրիստոսի ներկայությունը միջավայրեր է գախյալ չէր գիտեր, որ կյանքի բոլոր բարականերու մեջ Քրիստոսի ներկայությունը գրնար իրականություն լալ։ Եթե Քրիստոսի ներկայությունը միայն ներքնասենյակին մեջ կարելի լա եւ ոչ շուկայի մեջ ալ, հոգեոր կյանքը որևէ նշանակություն ունեցած պիտի չլա։ Երբ սիրականը սավ ելիր եկուր, այլևս ավելորդ էր անգալել, որ սիրականը ինք ներս պիտի կար։ Քրիստոս գուզե հավատացյալին հոգևոր հորիզոնները ընդարձակել, անոր օգտագործության սահմանները ընդլայնել։ Ծմերադեն երբ բաղ է, փուք է, անցրև, գդեղը, օդը, մրայլ եւ մութ է, շատ չենք տեսներ, եթե սիրուհին իր դան մեջ փանդարգվի։ Եթե Քրիստոս հարություն արած չլար, եթե Սուրբ Ոգին դրված չլար, հին գդագարանի ապրող հավատացյալի համար շատ պիտի չտեսնեինք, եթե ունեցածով կոհանար, եթե ներքնա սենյակով բավականանար, եթե իր ցախողություններով բարձրանար, եթե շարունակեսեր ինչ խղճալի մարդ եմ ես, ով պիտի ազատեզիս այս մահացու մարմինեն, բայց բարականի մա բոլորովին դարբեր է, ծմերը անցած է, շնորհքի քարունը եկած է, Քրիստոս մերելներեն հարություն արած է, Սուրբ Ոգին եկած է փնագելու հավատացյալներու սրտին մեջ, փոխելու եւ հեղաշրջելու անոնց կյանքերը, իր աստվածային զորությամբ զանոնք հաղթական դարձնելու մեղքի ու աշխարհի ու եսի ու սատանայի թեմ։ Շնորհքի տակ ապրող հավատացյալներուն համար արդարացում չկա, որ անոնք դգարութենե ջարեն, վախերու եւ գասկածներու սրտնեություններու մեջ հալին ու մաշին, սատանայի առջև նահանջեն, հոգևոր աղքատության մեջ ապրին, հոգևոր կահաճ վիճակով կոհանան, երկնային ուրախութենե ու խաղաղութենե զուրկ մնան, այս բաները ներելի չեն, որովհետև ծմերը անցած է, ծմերը աջոմի սադարով եղանակ մը չէ, ծմերվա ընթացքին բուսական աշխարհը գանք գարն է, օդը մրայլ է, մելամաղձոտ, բայց հիմա ծմերը անցած է, քարունը եկած է, ամեն բան հարությամբ ավետիս գուտա, Ձարեր ու ծայկներ գսեն, մենք մերած էինք, բայց հիմա մերելներեն հարություն արինք, նոր դերևներ հականք, նոր ձայկներ դվինք։ Թրջուններ գսեն, մենք հերավոր դեղեր կացած էինք, բայց ետ եկանք, համայն պնությունը հարության հանգերքը գերք է, ու գհրավիր է հավատացյալը, որ ինքալ ելլե ու հարության զորությունը հակնի։ Դադրակ ավնին ցայնը գլսվի, դասնի երկրորդ համար։ Ավնին Սուրբ Գրքի մեջ Սուրբ Ոգին խորհրդանշան է։ Գիշեք, որ երբ Հիսուս Հովհաննես Մգրտիչի ցերկով մգրտվեցավ, ճուրեն դուրս ելավ, Աստծո Հոգին ավնի պես իր վրան իջավ։ Մատթեոս 3:17-ի մեջ գարտանք այս եղելությունը,
Եվ երբ է դա դրագանին ցայնը գլսվի, սելգուզե, որ Սուրբ Ոգին եկած է փնագելու աշխարհի մեջ ու հավատացյալներու սրդին մեջ։ Սուրբ Ոգին եկած է ընելու, եկած է գլուխ անելու այն, ինչ որ մարդիկ առանց իր օգնության չէին գրծած ընել անցյալ տարերու մեջ։ Սուրբ Ոգին եկած է թյուրացնելու մեկ կողմեն մեղավորին ապաշխարությունը, մյուս կողմեն հավատացյալին սրբությունը։ Եկած է ընելու այն, ինչ որ մենք պետք է ունեինք, բայց չգրծանք ընել։ Եկած է հավատացյալը լեցնելու, որբեսյան կարողանա Աստծո կամքը կատարել, ու ամեն բանի մեջ զինք հաջեցնելու զինք, փառավորելու ծառայե։ Եկած է հավատացյալը սրբացնելու, երկնային խաղաղությամբ զինք ողողելու, զինք արդյունաբեր ու օգտակար դարձնելու իր շուրջիներուն։ Անոր կալուստով նոր օրը ձգած է աշխարհի վրա։ Թող հավատացյալներ ուրախանան, որան եկած է, փառքն անոր համար եւ օգտվին անոր հայթայթած օրնություններեն։ Հիմա անցնենք 14-րդ համարին։ Երկրորդ գլուխ 14-րդ համար։ Ով իմ աղավնիս բեմին խորոշներուն մեջ ապարաշին հովանիին դագ ինձի երեսըտ ծուծուր ցայնըտ ինձի լսել դուր։ Բեմին խորոշները Քրիստոսի խաչին ու գրած չարչարանքներուն ագնարգություն մնե։ Հրավերին գետրոնական նյութը այս է։ Քրիստոսի խաչը։ Հիշված բոլոր բաները կարելի գլան բաժնեկցելով Քրիստոսի հարության զորությունը։ Սակայն այդ զորությունը գարենալ բաժնեկցելու համար պետք է հավատացյալը Քրիստոսի հետ նույնանա իր մահվան մեջ։ Պետք է հավատքով Քրիստոսի հետ խաչվի, թաղվի, հին մարդը քերեզմանի մեջ ցկե ու Քրիստոսի հետ հարություն առնե։ Հարություն առնելն հետո պետք է անոր հետ երկնավորներուն մեջ նստի, ոտքերը երկրի վրա, գլուխը երկինքի մեջ։ Այդ թիրքեն հավատացյալը գիշղե ոչ միայն իր եսին ու մարմնին վրա, ոչ միայն մեղքին ու աշխարհին վրա, այլ նաև սատանային վրա։ Այս է դիբար հոգևոր կյանքը, այս է հարության կյանքը։ Հարության ճամփան կողքոթային գանցնի։ Նախ խաչելություն, հետո հարություն։ Երբ Քրիստոս մեզ հարության կհրավիրե, նաև խաչելության կհրավիրե։ Իսկ երբ խաչելություն գսենք, կհասկնանք հրաժարել բոլոր այն բաներն, որոնց հանդեպ մասնավոր սերմ ունենք, որոնց մեր սիրտը կապված է։ Հոսե որ շատ հավատացյալներ գանք գարնեն։ Երդասարդ իշխանը հոս գանք արավ, որովհետև չուզեց իր հարստութենեն հրաժարել։ Շատ հավատացյալներու կյանքերուն մեջ գուրքեր կան, որոնց մե հոժար չեն հրաժարել։ Կատարյալ նվիրում, կատարյալ չլար, եթե հավատացյալը չհրաժարի իր գուրքերեն։ Ժեներալ մգար, որ շատ թանկագին ցիմ ուներ, այս ցին շատ օգտակար եղած էր իրեն պատերազմի ընթացքին եւ զավգին բես սիրեր այդ ցին։ Օրմը բարձրամանտակ թաշտիմը վրա այս ցիով գբդեր, երբ հանգարտ ցին գադրեցավ ու սկսավ արակընթաց վազել։ Զորավարը չգրցավ ցին գեցնել, ոչ աչ գամ ցախ դարձնել, քիչ մարչին հսկա անտունդ մգար, ցին թեվի այդ անտունդը գբազեր։ Մի քանի երկվարգյանի մեջ ցիուն եւ զորավարին ջագադակիրը բիդի գնքվեր։ Վերջին ջիկմը եւս թափեց ցին գեցնելու։ Անտունտին շատ քիչ մնացած էր։ Դեսնելով, որ կարելի պիտի չլար ցին գեցնել, զորավարը իր սուրը բադյանեն քաշեց
եւ բոլոր ուժովը ցիուն վիզին վրա զայն իջեցուց ցին անգենտան ինգավ կավեժին եզեկը ու ժեներալը ազատեցավ ճիշտ է որ այդ ցիուն գորուստը մեծ գորուսմն էր այս ժեներալին համար բայց այդ վնասին պետք է հոժարեր իր կյանքը ազատելու համար այնպես ալ եթե հավատացյալը իր գուրքերը չմերցնե պետք է վստահ լա որ իր գուրքերը զինք պիտի մերցնեն Garç kalbats menenk ye verchatsnenk mer serdotjuna. Desav ais harsen sun or abasharjuna pavararcher. Avili horon hokevor gank magar. Christosi het mderim haraperutyan vijag magar. In chuner ait ganke ait vijaga. Paits papaketsav zain unenal. Usti arachet zis kashe. Սելով Այսօր վրա թակավորոց զինք իր ներքին սենյակները դարավ և հոգևոր կյանքի մասին գարմը էական ճշմարտություններ սորվեցուց իրեն Ըսավ թե հոգևոր կյանքի մեջ աճելու համար պետք էր հին մարդուն ցերքեն ազատեր Հին մարդուն ցերքեն ազատելու միակ միջոցը հին մարդը խաչել էր Հին մարդուն խաչելութենեն առաջ օժարագամություն գուկա խաչվելու նվիրումը հավատացյալին հին մարդուն խաչելության հոժարիլն է ըսելն է որ ես իմ հոժար գամքովս իմ մահվան վջիրս գստորակրեմ այսօրվն է սկսյալ Ես Քրիստոսի հետ խաչը պիտի ելեմ խաչելության պետք է ըսկաց բայց դակավին չխաչվեցավ սակայն պիտի տեսնենք մեր քալիք սերդողություններու ընթացքին եւ Սուրբ Օգնության ներկայության դակ սիրուհին այդ քայլնալ արավ որոշ նվիրումը ունեցավ բայց ոչ գադարյալ նվիրում Գրծավսել Քրիստոս իմս է, բայց դակավին չգրծավսել ես ալ ամփոփչությամբ իրնեմ, երբ մենք գավաշխարենք, Քրիստոս մեզի գուքա, երբ մենք գնվիրմինք, մենք Քրիստոսին գերտանք, Քրիստոս մերը գլա, բայց մենք Քրիստոսին չենք ըլլար, մինչև որ գադարյալ նվիրումով Հոգի շունչ և մարմին անոր անցնենք Մինչև հիմա արնելու մասին խորեցավ, դալու մասին չխորեցավ Որովհետև դակավին հասուն ձարմը չէր, որ գարենար բդուղ դալ Խոսք վերջանա մեր այս սերդողությունը